այլ հայացք ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմին։ Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև լայնածավալ առևտրային պատերազմը դառնում է իրականություն։ Ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց 180 երկրի և Եվրամիության համար հավելյալ մաքսատուրքերի սահմանման մասին։ Չինական ապրանքների համար մինչ այդ գործող 20% մաքսատուրքերը բարձրացվեցին 34%-ով։ Ի պատասխան Չինաստանը հայելային միջոցներ ձեռնարկեց նույն չափով հավելյալ մաքսատուրքեր սահմանելով Միացյալ Նահանգներից ներմուծվող ապրանքների համար։ Սպիտակ տանը կոշտ արձագանքեցին սպառնալով, եթե Չինաստանը չվերացնի իր պատասխան մաքսատուրքերը, Միացյալ Նահանգները լրացուցիչ 50% մաքսատուրք կսահմանի և կչեղարկի նախատեսված երկկողմ բանակցությունները։ Պեկինը չզիջեց և արդյունքում չինական ապրանքների վրա նվազագույն մաքսատուրքը հասավ 104%-ի։ Չինաստանը նույն կերպ արձագանքեց բարձրացնելով ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը մինչև 84%։ Համաշխարհային ֆինանսական շուկաների անկման ֆոնին Թրամփն ապրիլի 9-ին հայտարարեց բոլոր երկրների համար սահմանված նոր մաքսատուրքերը 90 օրով սառեցնելու մասին։ Բացառություն էր միայն Չինաստանը, որի համար մաքսատուրքերը բարձրացվեցին 125%-ով և հասան 145%-ի։ Չինաստանը ևս բարձրացրեց Միացյալ Նահանգներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը, հասցնելով 125%-ի։ Մաքսատուրքերի այս պատերազմը զգալիորեն բարդացրել է երկու գերտերությունների միջև առևտուրը, լարելով նաև հարաբերությունները։ Թրամփը Պեկինին մեղադրում է համաշխարհային շուկաների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար, իսկ չինական կողմը Միացյալ Նահանգների նախագահի գործողությունները որակում է միակողմանի ահաբեկում և հարկադրանք, խոստանալով պայքարել մինչև վերջ։ Դոնալդ Թրամփը մաքսատուրքեր էր սահմանել Չինաստանի նկատմամբ դեռ իր նախագահության առաջին ժամկետի ընթացքում։ Նրան հաջորդած Ջո Բայդենը ոչ միայն պահպանեց, այլև բարձրացրեց այդ մաքսատուրքերը։ Առևտրային այս խոչընդոտները նպաստեցին ԱՄՆ Չինաստանից ապրանքների ներմուծման որոշակի կրճատման։ Ներմուծման ընդհանուր ծավալի մեջ դրանց մասնաբաժինը 21%-ից հասել է 13%-ի։ Արդյունքում վերջին տասնամյակում Միացյալ Նահանգների առևտրային կախվածությունը Չինաստանից որոշակիորեն նվազել է։ Երկու տնտեսական բևեռների միջև ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը 2024 թվականին կազմել է մոտ $585 միլիարդ։ Միացյալ Նահանգները Չինաստանից ներմուծել է ավելի շատ՝ մոտ $440 միլիարդ ապրանք, իսկ Չինաստանը Միացյալ Նահանգներից $145 միլիարդ։ Միացյալ Նահանգներից Չինաստան ամենաշատն արտահանվել է անասնակեր, դեղագործական արտադրանք, նավթամթերք, միկրոէլեկտրոնիկա, իսկ Չինաստանից ԱՄՆ էլեկտրատեխնիկա, սմարթֆոններ, համակարգիչներ, խաղալիքներ և էլեկտրական տրանսպորտային միջոցների մարտկոցներ։ Թրամփի կողմից հավելյալ մաքսատուրքերի սահմանման գլխավոր նպատակներից մեկը Չինաստանի հետ 295 միլիարդ առևտրային դեֆիցիտի կրճատումն է։ Սա զգալի ծավալ է և համարժեք է ԱՄՆ տնտեսության մոտ 1%-ին։ Առևտրային պատերազմների միջոցով Միացյալ Նահանգների նոր վարչակազմը փորձում է նաև ստիպել տարբեր ընկերությունների իրենց արտադրությունը տեղափոխել Միացյալ Նահանգներ։ Չինաստանն իր հերթին փորձում է նվազեցնել հնարավոր բացասական հետևանքներն իր աշխատաշուկայի համար։ Ըստ փորձագետների, Վաշինգտոնի և Պեկինի տնտեսական հարաբերություններում ստեղծված ճգնաժամը սխալ հաշվարկների հետևանք է։ ԱՄՆ նոր վարչակազմը չէր սպասում, որ Պեկինը կգնա հայելային մաքսատուրքերի ճանապարհով։ Ինչպես մյուս երկրների դեպքում Թրամփն ակնկալում էր, որ հավելյալ մաքսատուրքեր սահմանելով կամրապնդի իր դիրքերը Չինաստանի հետ սպասվող առևտրային բանակցություններում և դրանք չեղարկելու դիմաց զիջումներ կստանա Պեկինից։ Դրանցից կարող էր լինել օրինակ չինական TikTok ընկերության ամերիկյան սեգմենտի առանձնացումը և վաճառքն ամերիկյան կողմին։ Վաշինգտոնը TikTok-ի կողմից ԱՄՆ օգտատերերի տվյալների հավաքագրումը համարում է ազգային անվտանգության սպառնալիք և գործարքի չհասնելու դեպքում սպառնում է արգելափակել այն։ Չինաստանի պատասխան մաքսատուրքերը սակայն խառնեցին ամերիկյան կողմի հաշվարկները, բարդացնելով իրավիճակը։ Միևնույն ժամանակ չինական կողմն ակնկալում էր, որ իր օրինակին կհետևեն նաև այլ երկրներ՝ Վիետնամը, Կամբոջան, Հնդկաստանը, Ճապոնիան, հայելային մաքսատուրքեր սահմանելով ամերիկյան ապրանքների համար։ Սակայն մյուս երկրները ձեռնպահ մնացին պատասխան քայլերից, պատրաստակամություն հայտնելով Միացյալ Նահանգների հետ քննարկել հնարավոր առևտրային գործարքները, և Չինաստանն իր պայքարում մնաց միայնակ։ Պեկինի պատասխան քայլերը չեն սահմանափակվում միայն մաքսատուրքերով։ Չինական կողմը կասեցրել է Միացյալ Նահանգներից գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը։ Չինաստանի կինոյի հարցերով վարչությունը հայտարարել է չինական շուկա հոլիվուդյան ֆիլմերի մուտքը մասամբ սահմանափակելու մասին։ Չինաստանի առևտրի նախարարությունը խոստացել է օգնել արտահանման հետ կապված խնդիրներ ունեցող արտասահմանյան ընկերություններին մուտք գործելու չինական շուկա պետական հատուկ ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով։
Չինաստանի հակաքայլերի շարքում ամենաազդեցիկը թերևս ԱՄՆ հազվագյուտ մետաղների արտահանման սահմանափակումն է։ Այս ոլորտում ԱՄՆ-ի հետ չինական կողմն անփոխարինելի գործընկեր է։ Չինաստանը մատակարարում է աշխարհի հազվագյուտ մետաղների եւ մագնիսների մոտ 90%-ը։ Ապրիլի 4-ին Պեկինը սահմանափակել է Միացյալ Նահանգներ 7 տեսակի հազվագյուտ հանքանյութի եւ մագնիսների արտահանումը, որոնք այնտեղ օգտագործվում են էլեկտրատեխնիկայի, էլեկտրական մեքենաների մարտկոցներում, ռոբոտաշինության մեջ, ռազմարդյունաբերության մեջ կործանիչներում, միջուկային սուզանավերում, ռադարներում եւ այլն։ Նոր կարգի համաձայն այդ հազվագյուտ մետաղների արտահանումը հնարավոր է միայն պետական թույլտվությամբ։ Այս բավական լուրջ քայլին Միացյալ Նահանգները դեռ չի արձագանքել, սակայն ճգնաժամի խորացման դեպքում Վաշինգտոնը կարող է խստացնել Չինաստանի տեխնոլոգիական շրջափակումը, դժվարացնելով արհեստական բանականության համար անհրաժեշտ առաջադեմ միկրոչիպերի մատակարարումը, որոնք Չինաստանը դեռևս չի կարողանում ինքնուրույն արտադրել։ ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը բավական բարդ իրավիճակ է ստեղծել թե Վաշինգտոնի, թե Պեկինի համար։ Խնդիրը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական, իմիջային հարթության հարց է։ Կողմերից որևէ մեկը պատրաստ չէ զիջումների գնալ, քանի որ դա կարող է ընկալվել որպես թուլություն եւ կարող է ազդել նաեւ այլ հարցերում դիրքավորման վրա։ Փոխարենը նրանք ավելի են բարձրացնում խաղադրույքները, փորձելով ցույց տալ մյուս կողմին ավելի մեծ վնաս հասցնելու իրենց հնարավորությունը։ Իրականում այս առևտրային պատերազմից տուժում են երկու կողմն էլ։ Կարճաժամկետ հեռանկարում նոր մաքսատուրքերը հանգեցնելու են մի կողմից առևտրաշրջանառության ծավալների կրճատման, մյուս կողմից մատակարարվող ապրանքների գների զգալի բարձրացման սովորական սպառողների համար։ Այս ճգնաժամի բացասական հետևանքներից չեն կարող խուսափել նաև մյուս երկրները եւ ընդհանրապես համաշխարհային տնտեսությունը։ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալով Միացյալ Նահանգները եւ Չինաստանը կազմում են համաշխարհային տնտեսության զգալի մասը՝ մոտ 43%-ը։ Առևտրային պատերազմի շարունակումը կդանդաղեցնի նրանց աճը, ինչը կհարվածի նաև մյուս երկրների տնտեսություններին։ Պեկինը եւ Վաշինգտոնը ստիպված են լինելու նաև նոր շուկաներ փնտրել իրենց ապրանքների իրացման համար, ինչը մրցակցային խնդիրներ կարող է առաջացնել տարբեր երկրների ներքին շուկաներում։ Որոշ փորձագետների գնահատմամբ Չինաստանը կարող է փորձել ԱՄՆ իր ապրանքների արտահանումը կազմակերպել երրորդ երկրների տարածքով։ Նման սցենարը կանխելու համար ամերիկյան կողմն արդեն քայլեր է ձեռնարկում տարբեր երկրների հետ նոր առևտրային գործարքներում ավելացնելով պայման, որ նրանք չներգրավվեն չինական ապրանքների վերաարտահանման շղթաներում։ Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջև մաքսատուրքերի այս պայքարը զուտ տնտեսական խնդիր չէ, այն առավել խոր ռազմավարական մրցակցության արտահայտություն է։ Պեկինի եւ Վաշինգտոնի կողմից խաղադրույքների բարձրացումը բավականին բարդացրել է առաջին քայլն անելու հնարավորությունը, չնայած արդեն կան որոշակի դրական ազդակներ։ Կողմերը խնդիր ունեն ստեղծված ճգնաժամից այնպիսի ելք փնտրել, որը նրանց հնարավորություն կտա մի կողմից պահել իրենց դեմքը, մյուս կողմից կանխել հնարավոր տնտեսական վնասները։